Բարի երեկո, խոսքի իրավունքն է հայկական երկրորդ հեռուստաալիքի եթերում, նշեմ, որ հաղորդումն իրականացվում է սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության հետ համատեղ և զրուցելու ենք Կարեն Տերտերյանի հետ, Բարքեմփ Գյումրիի համակարգող բարև ձեզ, Կարեն, շնորհակալություն ունեցել եք հարցազրույցի։ Հունիսի 24-ից 28-ը Շուշի Grand Hotel-ում անցկացվեց երրորդ արցախյան Բարքեմփը։ Նախ սկսենք նրանից, թե ինչ է Բարքեմփը ընդհանրապես ինձ ներկայացնում, կարծում եմ ոչ բոլորին է հայտնի այս բառի նշանակությունը և ընդհանրապես ինչ է այն։ Մի խոսքով, երբանից է գործել մեր իրականություն, երբանից է առհասարակ Բարքեմփը հասկացությունը մարդկության մեջ։ Շնորհակալություն հրավերքի համար, ողջունում եմ բոլորին։ Ուրեմն Բարքեմփը առաջի անգամ իրականացվեց 2005 թվականին Ամերիկայում, երբ որ հայտնի ծրագրավորողներից մի քանիսը հավաքվեցին եւ որոշեցին, որ պիտի իրենց գիտելիքն ու փորձը փոխանակեն մեկ-մեկու հետ, առանց ինչ-որ վճարների, առանց ինչ-որ ասես պարտադրանքների կամ բան։ Այդ շատ հետաքրքիր ինքը ֆորմատ դարձավ, այսինքն ազատ մասնակցային ֆորմատը, երբ որ ցանկացած մեկը իրավունք ուներ մասնակցելու այս ամեն ինչին, լսելու, կիսվելու եւ այլն։ 2005-ից հետո ֆորմատը անմիջապես տարածվեց ամբողջ աշխարհում եւ մոտավորապես արդեն 350 քաղաքներում տեղի ունենում։ Հայ իրականության մեջ ինքը մտել է 2009 թվականից, առաջին անգամ Երևանում տեղի ունեցավ, հետո ամեն տարի պարբերականությամբ շարունակվեց ու եթե առաջի Բարքեմփին մասնակցում էր 400 հոգի Հայաստանի տարբեր շրջաններից, ապա այս տարվա Բարքեմփին 2013-ին մասնակցեց ավելի քան 1400 հոգի։ Ինքը բավականին ճանաչված է երիտասարդության շրջանում եւ ինտերնետի կամ տեխնոլոգիաներին առնչվող հարցերով, այդ շրջանակներում բավական ճանաչված է, բայց մյուս կողմից նաև ոչ այնքան հայտնի այլ շրջանակների համար։ Շատ տարօրինակ է սահմանքը, ինչի, որովհետև Բարքեմփերը որպես կոնֆերանսի տեսակ լրիվ տարբերվում են այլ կոնֆերանսներից։ Ինչով։ Հետո սովորական կոնֆերանսները, ասենք ինչ-որ մասնագիտական ուղղվածություն են, ենթադրենք մանկավարժների, իրավաբանների, չգիտեմ, բժիշկների կամ հենց ծրագրավորողների կոնֆերանսներ կարող լինեն եւ դրանց մասնակցեն կոնկրետ հրավիրված մարդիկ կամ դիմեն հայտ ներկայացնեն, որ ուզենան մասնակցել այդ կոնֆերանսներին, այդ կլինի սահմանափակ թվով եւ կոնկրետ օրակարգերով ձևավորված ինչ-որ միջոցառում։ Եթե ինչպես է ձևավորվում օրակարգը, թեմատիկան, ինչպես են ընտրվում թիրախային խմբերը Բարքեմփերի ժամանակ։ Ի տարբերություն նշածս կոնֆերանսների, այս Բարքեմփը ինքը ազատ է, այսինքն ցանկացած մեկը, ով ուզում է մասնակցել, իրավունք ունի մասնակցելու։ Օրակարգը նախապես հայտնի չէ, բոլորը, ովքեր գրանցվում են հայտ են ներկայացնում մասնակցելու, հենց միջոցառման առավոտյան գալիս եւ իրենց թեմաների, զեկուցումների վերնագրերը նշում են որևէ մի հատ ցուցատախտակի վրա, որովհետեւ մնացածային տեսանելի լինի։ Եվ ի տարբերություն այլ կոնֆերանսների, որտեղ որ մարդիկ ստիպված են նստել եւ լսել զեկուցողին, այստեղ մուտքը ելքը ազատ է եւ ցանկացած մեկը, եթե հետաքրքիր չէ իրեն թեման, կգնա զուգահեռ ընթացող մեկ այլ սրահում ընթացող զեկուցումը լսելու։ Այս ազատությունը հենց ազատության շնորհիվ է, որ երիտասարդության շրջանում բավական մեծ ճանաչում ստացավ ու թեմատիկան էլ բավական հանրամատչելի է, այսինքն սկսած բարդ տեխնոլոգիական եւ ծրագրավորման լեզուներից սկսած վերջացած ամենապարզունակ, ասենք հեռախոսով ինտերնետից օգտվելու կանոններ, ինչ որ անվտանգության հարցեր եւ այլն։ Այսինքն ցանկացած մեկը Հայաստանի Հանրապետության քաղաքացի կամ Հայաստանում գտնվող անձ, ով կուզենար հայկական Բարքեմփին մասնակցել, ինքը այնտեղ իրեն հարմար թեմա կգտնի կարող լսել։ Բացի այս սովորական հայտատուներից երբեմն կազմակերպիչները հրավիրում են հատուկ մասնագետների, փորձագետների, ովքեր արդեն որոշված թեմաների շրջանակներում ելույթներ են ունենում։ Այս բավական հետաքրքիր է եւ կարծում եմ ինքը մեծ ապագա ունի, որովհետեւ ամեն ինչ արվում է կամավոր ձևով, մարդիկ գալիս են, չգիտեմ, իրենց գիտելիքը փորձի կիսելու այլոց հետ, այս ազատ գիտելիքի փիլիսոփայությունը։ Շատ լավ, ինչպես արդեն նշեցինք, անցկացվեց երրորդ արցախյան Բարքեմփը, որին մասնակցեցին շուրջ 70 հոգի, հա, եթե չեմ սխալվում։ Որտեղից էին մասնակիցները եւ ովքեր էին այս անգամվա Բարքեմփի մասնակիցները։ Շատ լավ։ Նախ նշեմ, որ Արցախում առաջի երկու հատը եղել էր 2010-11 թվականներին, 12-ին բաց էին թողել որոշ տեխնիկական պատճառներով եւ երրորդը տեղի ունեցավ այս տարի, օրեր առաջ։ Մասնակցում էին Հայաստանից մոտավորապես Հայաստանի տարբեր շրջաններից, բայց հիմնականում Երևանից մոտ 30 հոգի եւ մոտ 30 հոգի Արցախի
տարբեր էլի շրջաններից։ Կան երկու հրավիրված փորձագետ, մեկը Ամերիկայի Միացյալ Նահանգներից Արմեն Հայրյանն էր, on-line հրադարակիչ, եւ մյուսը տանյացի Կերտ Լաուրսեն, կարծեմ, եթե չեմ սխալվում ազգանունը, ինքը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գրաֆիկական աշխատանքների փորձագետ էր։ Մոտավորապես 70 հոգանոց էս կազմում մենք փորձեցինք մեր գիտելիքը փորձը կիսել մեկնարկի։ Իսկ որ կազմակերպիչ է այս Բարքեմփի։ Կազմակերպիչը տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման կենտրոն կա Արցախում, ով բոլոր 3 Բարքեմփերը ինքն էր կազմակերպել։ Հայաստանի Հանրապետության մշակույթի, Հայաստանի Հանրապետության երիտասարդության և սպորտի նախարարության եւ ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարությունների աջակցությամբ։ Շատ լավ, ծրագրի շրջանակում շրջայցերից բացի տեղի են ունեցել նաև հանդիպումներ պաշտոնական շրջանակների հետ, մասնավորապես հանդիպում քննարկում վարչապետ Արայիկ Հարությունյանի հետ, մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանի հետ։ Մի փոքր խնդրեմ այս հանդիպումների նաև ինչու՞ չէ շրջայցերի մասին էլ։ Շատ լավ։ Բարքեմփի առաջի օրը տեղի ունեցավ, այսինքն Բարքեմփի առաջի օրը մասնակցում էր մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար եւ իր տեղակալը Գայանե Գրիգորյանը։ Նրանց հետ շատ ազատ, այսպես անմիջական զրույցներ, քննարկումներ գնացին, այսինքն ինքը ճիշտ է ելույթ ունեցավ բան, բայց առանձին հանդիպում քննարկում չէր, անհատական մոդելում մենք մեր հարցերը, մեր խնդիրները, չգիտեմ, աջակցությունն ենք առաջարկում Արցախի հետ կապված, շատ անմիջական, ոչ պաշտոնական, այսպեսի հավես զրույցներ տեղի ունեցան։ Երկրորդ օրը արդեն վարչապետի հետ էր հանդիպումը, էլի ազատ ֆորմատով, ինքը որևէ ասենք առանձնահատուկ ելույթ սկզբից չունեցավ, այլ միանգամից խնդրեց, որ իրեն հարցեր տանք եւ ցանկացած մեկը ամենատարբեր սկսած պատերազմի վերսկսման վտանգից վերջացրած շատ մանր ինչ-որ անհատական տեղային խնդիրներ։ Բավական երկար քննարկումը, շատ անմիջական, էլի հետաքրքիր ու ակին ուսուցողական, որովհետեւ բաներ կար, որ մենք այլ ձև ենք մտածում պատկերացնում, քննարկման հարցապատասխանի ժամանակ բավականին նոր ինֆորմացիա ստացանք։ Իսկ շրջայցերը փաստորեն ճանաչողական էին։ Ճանաչողական էին, այո, առանձին խմբերով շրջել ենք եւ Շուշիում եւ Ստեփանակերտում եւ բոլորով գնացել ենք նաեւ Տադիվանք։ Ուզում ենք ճանաչել իսկապես Արցախը ներսից, անձամբ երկու անգամ եղել էի Արցախում, բախտ ունեցել էի, բայց այս անգամ ավելի ազատ էի ինձ զգում, որովհետև նախորդ անգամներին խմբերի պատասխանատու էի եւ լարվածություն ունեի, երեխաների պատանիների նկատմամբ, այս անգամ ավելի ազատ էի։ Եվս մեկ հետաքրքիր իրադարձություն տեղի ունեցավ Բարքեմփի ժամանակ, մեր մասնակիցներից 3 հոգի աղջիկները մգլվեցին ամենափրկիչ Սուրբ ամենափրկիչ եկեղեցում Ղազանչեցոց եկեղեցում Շուշի, այդ շատ անակնկալ, ասես հետաքրքիր բան է, նույնիսկ յանց ծնողները երևի տեղյակ չեն, ընթացքում իմացան այդ մասին։ Այնտեղ բավականին ինքը եւ ուսուցողական եւ ժամանցի հանգստի կազմակերպման տեսանկյունից շատ լավ էր կազմակերպված եւ արդյունավետ էր կարծում եմ։ Մի քանի երնեկներով։ Այսքանը արդեն կայացած հավաքի մասին, ես տեղյակ եմ սեպտեմբերի 21-22-ին էլ Հայաստանի մշակույթի նախարարության եւ Գյումրիի քաղաքապետարանի աջակցությամբ անցկացվելու է տեղական երկրորդ Բարքեմփը։ Ուզում եմ իմանալ սրա բուն նպատակը որն է եւ ինչ կոնկրետ անելիքներ ունեք այս մեկի ժամանակ։ Շատ լավ, եթե թույլ կտակ Արցախի հետ կապված մեկ լրացման ու ասեմ Գյումրիին։ Ուրեմն ինչով է կարևոր Արցախի այս Բարքեմփը, որովհետև հիմնականում մասնակցում են լրագրողներ, բլոգերներ եւ ազատ, ասենք, տարբեր հետաքրքրության տեր մարդիկ, ովքեր ներսից են տեսնում Արցախը եւ on-line դաշտում ներկայացնում են իրենց աչքերով տեսածը։ Այսինքն մենք շատ ժամանակ Շուշիի կամ Արցախի մասին ունենք տեղեկատվություն, որը իրականությունը որոշ առումներով մոտ չէ։ Այս անգամ սրա կարևորությունը էս է եւ երևի թե հաջորդ Բարքեմփերը Արցախում տեղի ունենալիք պիտի պարտադիր սովորվածությունը պահեն, որովհետեւ հնարավորություն շատ օդարալեզուն նաեւ ինֆորմացիա տարածվի։ Ինչ վերաբերում է Գյումրիին, այո, այս Գյումրիում անցած տարի տեղի ունեցել բավական հաջողվեց, ինքը ամենամյա է եւ այս տարի մենք որոշեցինք, որովհետեւ շաբլոն չլինի եւ չկրկնվի ինչ-որ ձևով տանկ ուղղություններ, այսինքն հաջորդ ամեն տարիների համար ինքը կունենա որոշակի խորագիր։ Այս տարի քանի որ Գյումրին դրվել էր 2013 թվականի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք, ադրբեջանական Կաբալայի եւ բելարուսական Մոգիլյով քաղաքների հետ միաժամանակ, Գյումրիում տեղ ունենալիք բոլոր շատ քիչ նշանակալի միջոցառումները անցնում են ըստ ծրագրի շրջանակում։
Մեր միջոցառումը միակ տեղեկատվական միջոցառումն է ցանկում, այսինքն մնացածը մշակութային են, մաքուր մշակութային են, մերը տեխնոլոգիա եւ մշակույթ։ Ինչի, որովհետեւ անցած տարվա փորձը ցույց տվեց, որ ինչքան էլ որ Գյումրին հայտնի է իր ծրագրավորողներով եւ տեղեկատվական դաշտի, այսպես հեռանկարային զարգացման աշխատանքներով, բայց անմիջական STV ֆորմատային, բաց ֆորմատային միջոցառումները դերևս պատրաստ չէր, առաջին քայլը մենք արեցինք եւ կարծես թե հաջողվել է։ Հիմա ուզում ենք, որ այս տարի մշակույթը Գյումրիու հայտնի որպես մշակութային քաղաք, ինքը նաեւ ժամանակակից կերպարով տեմպով ներկայանա, այսինքն տեխնոլոգիաները, գործիքները, որոնք կարող են կիրառվել մշակույթում, մենք ցույց տանք, ներկայացնենք, ովքեր փորձ ունեն իրենց փորձը ներկայացնեն այս ամեն ինչում, կաշխատենք նաև հյուրեր ունենալ, մասնագետներ, ովքեր ավելի լավ կներկայացնեն դա ամեն ինչը։ Հասարակ բուն հատուկ նպատակը համադրելն է մշակույթը եւ տեխնոլոգիաները միմյանց հետ։ Սեպտեմբերի 21-ի երեկոյան մասնակիցներին հնարավորություն է ընձեռվելու փաստորեն մասնակցելու նաև Հայաստանի Հանրապետության անկախության տոնական միջոցառումներին։ Սա պարզապես համընկել է, թե այդ օրը տոնական միջոցառմանը մասնակցելը հատուկ ինչ-որ առաքելություն ունի։ Մենք միջոցառումը ծրագրելուց տադարվում ենք սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսների վրա, որովհետև եղանակային պայմաններով այդ ավելի նախընտրելի ամիսներն են Գյումրիի համար, բայց որոշեցինք, որ այս անգամ արժի սեպտեմբեր 21-ին դնել, որովհետև անկախության միջոցառումները քաղաքում նախորդ տարիներին ինչ-որ ձևով նշվել են, բայց կարելի էր ավելի ոգևորված է դա ամեն ինչ անել, մանավանդ որ մենք մի քանի 100 մասնակից ենք ունենալու, շատ ավելի լավ կլիներ, քաղաքը ավելի երիտասարդական կերպարով կներկայանար։ Դրա համար նախընտրեցինք, որ շաբաթ-կիրակի ամենանպատակահարմանը այդ օրը կանենք եւ մասնակիցները ժամանակ կունենան նաեւ միջոցառումներին մասնակցելու։ Հուսանք շատ ուրախ հետաքրքիր անցնելու է այդ ամեն ինչը։ Շատ լավ, շնորհակալություն ձեզ հարցազրույցի համար, հայկական երկրորդ հեռուստաալիքի եթերում խոսքի իրավունքներից խոսքի իրավունք ուներ Բարքեմփ Գյումրիի համակարգող Կարեն Տերտերյանը, այսքանը կհանդիպենք արդեն սեպտեմբերի 1-ին։